Всем привет, с вами TTH Performance, и это наш новый влог после очень длительного простоя. Расскажем вам о наших достижениях, о наших новых проектах, что вас ждет в ближайшем будущем. Приятного вам просмотра, а мы начинаем. Наш новый проект. Ես ֆայն ամենաարագ այս թազա պրոյեկտը շատ ավելի հետաքրքիր է page makes I stood amazed watching your leathery tongue struggle to speak on my seat, feeling my heavenly blood bubble. Բարև Ռալան ջան, այսօր ուզում եմ խոսամ երկար վաղտա մեր վլոգը չի եղել ու լիքը պրոյեկտներ կա, որ սկի չենք էլ հասցրել նկարենք, լիքը հետաքրքիր պրոյեկտներ կա, պետք է մի հատ հիշենք, ինչ ենք սարքել, ինչերի ենք հասել, ու մի քիչ էլ խոսանք մեր թազա պրոջեկտների մասին։ Դե ամենակարևորը հիշում եք, որ անցած տարի մի հատ M4 ունեինք, որը որ խփել էինք Հայաստանի ռեկորդը 402 մետրի, դեպ մինչև հիմա դրագիում մետա, բայց շատ լավ է, հայտնվել է կոնկուրենտ, մեր ընկեր Կարենը, որը որ նաև առել է M4, ճիշտ է մենք էլ չենք քշելու սենց բանը ինտրիգա է, բայց անպայման, համ ինքը լիքը թազա բաներ ունի անելու իր ավտոյի վրա, համ ես դրա մասին մի քիչ ուշ կխոսանք, նաև մենք երևի մի ամիս առաջ հավարտել ենք մեր պրոյեկտը Supra-ի, մենք ճիշտ է թվերը հələ վերջնական չեն, բայց մենք արդեն իսկ ստացել ենք ամենաարագ հետև քաշող B58-ի ռեկորդը ու պլաններում կա ստանալ ամենաարագ հետև քաշող հենց գլոբալ, չեմ կարա ասեմ վստահ որ ոնց կգնա այդ պլանները, բայց ամեն դեպքում պոտենցիալը կա։ Или вот, например. Да, M4, кстати, M4-ը էլի ավարտել ենք, հիմա настройки փուլն է, ապկատկեն պրծել ենք, որտեվ դե կովանի մատոր ենք հավաքում, ժամանակ էր պետք է ապկատկեն ավարտելու համար, հիմա ոնց որ հետագայում պետք է настройки փուլը անցնենք ու հասկանանք ինչ ենք ստացել այդ ամեն ինչից։ Ну давай по порядку. Мы закончили в прошлый раз на F30. Да, ну после F30 у нас много чего изменилось. Очень много чего изменилось, очень много до чего мы дошли. Про M4 на YouTube мы вообще ничего не снимали в последнее время. Դե ինձ թվում է M4-ը արդեն այս մի փուլը ավարտելուց հետո պարտադիր կնկարենք, կպատմենք, ինչ ենք փոխել, ինչ ենք ավելացրել, ոնց է եղել այդ process-ը вообще, ու այդ արանքում պետք է հիշենք, որ անպայման մենք ունեցել ենք եւ 63 AMG, որով նաև վատ թվեր չենք ցույց տվել, նաև էլի մեր ընկերոջ մոտ այդ մեքենան, ես վստահ եմ, որ E-կլասը ավելի կհզորանա ժամանակի ընթացքում, Mercedes-ի համար բավականին ռեզուլտատներ է։ Մենք նաև մի քիչ խորացել ենք off-road-ի մեջ մեր ծրագրային տեսանկյունից, որտեղ արդեն պահանջը շատ է, փորձում ենք լրացնենք այդ բացը ու կուզենայի մեր թազա պրոյեկտների մասին խոսենք։ Ամենակարևորը, սա մենք մեր այդ բանում YouTube կանալում ունենք F30, որ հիմներ օրանժ գույնի 4 քաշող B58-ով, էդի երևի եղել էր չեմ կարա վստահ ասեմ, բայց երևի եղել էր այդ վաղտվա առաջի ավտոն, չէ՞ որ 5 վայրկյանի մեջ գնացել էինք, դե բնականաբար հետո լիքը ավտոներ հայտնվել։ Первые 5 секунд мы проехали, да? В 5 секундах. Да, 5,96, если не ошибаюсь. Ու այդ վաղտվանից, որ F30-ը փոխեցի G20-ի հետ, G20-ը փոխեցինք C63-ի հետ, C63-ը եւ 63-ի հետ, եւ 63-ը M4-ի հետ, մինչեւ վերջել այդ F30-ը ոնց որ տենց մեկա ձգում էր էլի, ափսոսում էի որ ծախել եմ, այս մեր թազա պրոյեկտն է, ճիշտ է այդ իմ F30-ը չի, բայց համարը նույն ավտոից է, նույն գույնի է դաժե։ То же самое. Всем привет, друзья! Сегодня у нас такое немножко нестандартное включение с вами, TTH Performance.
Меня зовут Ролан. И я хочу представить вам вот так вот, в таком реальном времени, наш новый проект. BMW F30 340i с двигателем B58 на полном приводе. И начинаем мы этот проект с того, что сейчас мы едем взвешивать машину. Мы хотим показать реальный вес автомобиля, так как у нас в планах будет разобрать салон, облегчить максимально машину. Все, что связано с двигателем, конечно же, мы потом вам покажем и расскажем, что мы будем с ней делать. И это будет очень быстрый проект от TTH Performance. Сейчас поедем, взвесим и покажем. Вес 340. Взвесили на весах 1680 килограмм. Вот даже на чеке, не знаю, тут вряд ли будет видно. Машину взвесили. Теперь будем от этого отталкиваться. Ինքը ի սկզբանե էս եղել է մեր պրոյեկտը, առել ենք, իր վրա արդեն հիբրիդ տուրբին է եղել, մենք հանել ենք, հիմա ստոկ ենք դրել, ուրեմն այս ավտոյի հետ կապված ինչն է մեր նպատակը, այս ավտոն տենց ինչ-որ կարելի ասել, տենց խաղալիք պրոյեկտ է լինելու, մենք առաջինը կստանանք ստոկ թվեր, ստոկ քաշով, ամեն ինչով, даже գնացել ենք քշերել ենք։ Да. Это все есть, мы покажем. Да. Մենք իրան թեթևացնելու ենք մաքսիմալ, տենց առանց բալգարկելու, կտրելու, ինչը որ հնարավոր է փոխելու ենք ավելի թեթև տարբերակի մատերիալներով, ինչն էլ որ հնարավոր է հանելու ենք։ Да. Իր ընթացային մասի հետ ենք գործանելու, որ լավ զացեպը լինի, այսինքն նույն ռիչակները ու մնացած ոնց որ դետալները փոխվելու է մաքսիմալ դրագի համար։ Տեղադրելու ենք մեծ տուրբին, դից ինչքան հնարավոր է մեծ։ Անպայման լինելու է կովանի մոտոր, մենք մեր ընկերոջ կամպանիան, որը որ զբաղվում է փոխանցման տուփի վերանորոգումով եւ հզորացումով, տալու ենք իրան, որ ինքը այդ ամբողջը այնպես մոդիֆիկացնի, որ այդ հզորությունների դիմանա ու բնականաբար ակեր։ Да. Մնացածը արդեն տենանք, այդ փուլ առ փուլ կփորձենք, տենց ճիշտ է մեր ժամանակը մի քիչ սուղա, որ ամեն անգամ չի ստացվում մեր մոտ բլոգ նկարել։ Ну, будем стараться. Հա, բայց կփորձենք տենց փուլ առ փուլ մարդկանց ցույց տալ, դա ամեն ինչը արվում է նրա համար, որովհետև շատ խոսակցություններ կա, եսի մեսի փոխածա դեկոնը, եսի փոխածա կոնը, եսի չէ, բան, ստե միտքը ոչ թե ստանալ տենց ամենահզոր ավտո կամ չգիտեմ, տենց միտքը այնա, որ կարողանանք վիդեոներով բացատրենք այդ ամեն ինչը, ամեն մի դետալը, ինչ Для чего? հա, ինչ ֆունկցիա կատարում, հա, որովհետև լիքը մարդ կա, չգիտի լիքը ներկություններ, հա, ասենք նույն մեթանոլը մարդ կա գիտի հովացնելու համար է, մարդ կա գիտի որ հավելյալ վառելիքի համար է, բայց իտոգում երկուսն էլ ճիշտ են։ Да. И то, и то. Դրա համար փորձենք սաղ ինֆորմացիան հասնենք մարդկանց, մենք երկար ժամանակ Это ունենք։ будет не быстрый проект, по-любому, но проект будет сам по себе быстрым автомобилем, но по времени он будет не очень быстрым. Իրականում մինչև F30-ը առնելը մտածում էի դվոյկա առնեի F22 կամ գտնեի լավ 140 տարբերակ, բայց ինչ որ հարմար օպտիմալ տարբերակ չկար, որովհետև 140-ները շատ իր սենց ասեմ, իր դժվար ճարելու խաթը շատ թանկ էին, Անիմաստ։ իսկ 4 քաշող դվոյկա չկար ուղղակի, ժամանակ էլ չկար բերելու, որտեղ մինչև Ամերիկայից առնեինք ու в принципе թազա G-սերիայի վրա չէ ուզում խորանալ, որտեղ մեր M4-ը պրոյեկտը շարունակվելու է, ես չի որ այս մեքենան հայտնվել է, այն մի մեքենան մոռանալու ենք, այդ երկու մեքենան էլ պարալելնը սարքելու ենք։ Նաև ուզում եմ ամենակարևորը ասեմ, որ հավաքելու ենք մենք մեր ընկերոջ ավտոն, հələ որ դա տենց պուբլիչնի չենք ասում, բայց ես միշտ ուզում եի մի հատ շատ արագ V8 ունենայինք, բացի Mercedes-ից, BMW նաև, որտեղ Mercedes-ը պոտենցիալը իրոքից շատ լավն է, այսինքն այդ
M107 մոտորից լիքը բան կարելի է ստանալ ու Հայաստանում հələ որ BMW-ի V8-ին ոչ մեկ չի անդրադարձել ու այս տարի որն է ինձ թվում է այս նկարելուց հետո մի քանի օր հետո սկսելու ենք այդ պրոյեկտը հավաքելու ենք Կովկայով, Պոլնի մեծ տուրբինեքով, սլիկերով, այն որ տենց շատ լուրջ պրոյեկտ է։ Ինքը չի լինելու ամենաարագը, որտեվ ինքը ծանր է, ինքը տենց կիսա սպորտ, կիսա քաղաքային արագ ավտո է, էլի։ Ну, в своем классе это будет очень быстрая машина. Պետք է հիշենք, որ Պիծորկեն ու Եշկեն все-таки бизнес-класс, էլի։ Я очень сильно жду этот проект. С этим все понятно, в принципе, мы уже знаем, как с B58 работать. B58 ու ամենակարևորը մենք միշտ բան ենք սպասարկում։ Ты ж видишь, да, у нас M, AMG и все такое, ժողովուրդը մոռանում են, որ մենք B58-ից ենք սկսել էլի իրականում, просто անենց է դասավորվել, ոնց որ B58-ից sense լրիվ պատահական անցանք S58-ի, ոնց որ այդ բրիժոկը շատ ռեսկ էր ու ուզում եմ ցույց տամ, որ այստեղ շատ դες մաքսիմալ բյուջեն չի լինելու էլի, այսինքն այս մենք ցույց ենք տալու, որ կարելի է մինիմալ ծախսերով գրագետ ստանալ լավ արագ ավտո։ Я думаю, можно будет еще будет интересно. Вот как раз мы будем делать и B58, и S58. Разницу между B58 и S58 мы, конечно же, покажем и расскажем. Она, в принципе, не глобальная разница. Ну да. Да. Типа արտադիր շեշտենք M5-ը մեր, в принципе, S-Spine ամենաարագ M5-ն է, որտեղ մենք 100-ից 251 ենք գնացել, դա այն параգան, որ դեռ այդ վաղտ մենք այդ ավտոյի վրա downpipe չէր, ուղղակի հանած կատալիզատոր էր, stock intake-ներ, որը արդեն փոխած է, downpipe-ները փոխած է, առանց մեթանոլ, զուտ մեր Առանց շիտ։ ու առանց շիտ, զուտ մեր մոտորի թյուններ ու կառոպկի թյուններ ու всё. Ваши эмоции. М5 до 220, как мы и договаривались, что мы будем заезжать. Мы заезжали до 220 роллом. М5 была впереди. Впереди вот этой машины. B58, Stage, можно сказать, 4, с большой турбиной. М5 Stage 2. When I see a gleaming eyeballs, then you almost stuff for treasure. All your whistles are incredibly unsubtle. Doing surreptitious bumps of that heavily cut shovel. I stood amazed watching your leathery tongue struggle to speak on my seat, feeling my heavenly blood bubble. Ah, yes, the joys of modern living. Slit my ego's throat in a bizarre run of killing. Happy in your sweaty little micro cause I'm chilling. Crawled up to the top but somehow dragged the bottom with him. Belly swell through the summer, snakes teeming and Eden. Fair game in the jungle, every beast is in season. It's getting late and no one's seeing reason. While the drowning stomach acid and admit you're being eaten, yeah. Pale sun crawling through the cracks in the ceiling. And while the world around us seems it's getting sapped of all meaning, just do your thing. You got attached to the feeling. It took you all a while to realize you were actually dreaming, and that's the thing. Yeah. I walked in feeling like В принципе, это եկա Ну, программно раскрыли потенциал, можно так сказать, машины. Ամենակարևորը պիտի պարտադիր սա հասկանան, որ մենք գտնվում ենք Հայաստանում, ծովի մակարդակից շատ բարձր ենք, մեր ավտոները դրսի ավտոների հետ համեմատ շատ ավելի դանդաղ են գնում, բայց չնայած այդ ամեն ինչին մեր M5-ը վատ թիվ չի գնացել, հա։ Բայց այս թազա պրոյեկտը շատ ավելի հետաքրքիր է լինելու, այդ մեքենան լրիվ նոր ենք առել, այն որ համարյա սաղ զապչաստները եկել է, սկսելու ենք այս քանի վաղտա։ Там будет ковка, большие турбины, метанол, там будут впускные коллектора, port injection, то есть это будет полный фарш էլի։ Մենք պետք է պարտադիր նաև խոսանք մեր գործընկերոջ մասին, պետրոլերը, որտեղ այս մեքենան սկսել ենք նրանից, որ մեջը ձեթ ենք լցրել ու յուղի հավելումները ու քշել ենք։ И получилось успешно. Кто не видел, можете пройти посмотреть. Ոչ մի բան չի եղել, ամեն օր էլ քշում եմ այս ավտոն, ոչ մի խնդիր չկա։ Очень интересно. Ու ասեմ քեզ, որ օձիվներով, հա, որ մարդիկ գալիս են առնում են, լիքը գող մարդ կա, այսինքն ռեալ օգուտ տալիս է, էլի, այդպես բավականին հետաքրքիր
պրոդուկտ է, որը որ մենք ընթացքում էլի փորձարկելու ենք։ Այս տարի նաև լիքը դրիֆտ քշող թազա ունենք մեր թմից, սպասենք SMG ակումբը երբ է դրիֆտ կազմակերպելու։ Быстрее только давайте. Հա, էլի, Կար ջան, Շահեն ջան։ Փորձելու ենք, սենց ասեմ, ամենահետաքրքիրը այս վիդեոների մեջ, բացի նրանից, որ սաղ պրոցեսը նկարելու ենք ու մեր մնացած պրոյեկտների մասին խոսալու ենք, քանզի որ մեր գործի աշխատանքի ընթացքում լիքը հարցեր է հայտնվում, որտեվ տենց որ գլոբալ նայում ես այդ chip tuning կամ վերածրագրավորումը կամ настройкен of ոնց անվանումը, դա տենց շոշափելի բան չի, լիքը մարդկանց համար անհասկանալի է, լիքը խնդիրներ է առաջացնում, որտեվ պետք է մարդկանց բացատրես, որ դրա լավն ու վատն էլ կա, դա ինչ որ stage 1, stage 2, stage 3 սաղ մի ձևի է։ Ու ամենակարևորը ուզում եմ մաքսիմալ ինֆորմացիա տամ, ինչ կարա լինի chip tuning-ից, ինչ չի կարա լինի chip tuning-ից, հա։ Դա երևի սենց ինչ որ հարցաշարք ստարկենք, հա, կամ դուք եթե ով որ նայում է հարցեր ունի, կարա վիդեոյի տակ այդ հարցերը գրի, մենք այդ հարցերին Տեխնически неполадки, այսպես հարցեր է լինում, որ նոր զանգել էին, որ տենց Что спрашиваешь? Давай не будем об этом, потому что Да, мы хотим, помимо того, что просто показывать, как тюнингуем машины, чтобы еще и человек, который смотрит это, он понимал, что, например, если мы ставим вместо пластмассового коллектора алюминиевый коллектор, для чего мы это делаем? Да. Много таких нюансов, что не просто надо усиливать двигатель там и 1000 лошадей и все, больше ничего помимо этого не нужно. Помимо этого еще нужно там менять заднюю подвеску, все вот это. Ես ամենակարևորը այն է, որ մարդիկ գիտեն, եթե կովկա է, ուրեմն արագ է։ Չէ, դա զուտ ապահովության համար է։ Նույն ձիաուժը կարա ստանաս в принципе ստոկ մոտորով, նո ինչ որ չափի ձիաուժը, բայց դա երկար չի ապրելու։ Մի օր խոսքի մի բան ելնելու է, այդ կովկեն դրա համար է, ապահովության համար է, որ այդպես ամեն օր մոտոր փոխելով չանցնի։ Մի երկու բառ Supra-ի մասին, մենք թվերը գցել ենք, դա եղել է զամեր սովորական Michelin-ներով, որը որ այդ ձիաուժի համար ակտուալ չի, որտեղ Վրաստան տարել չափել ենք 750 ձիաուժ է, հետև քաշող ավտոյի համար դա շատ լուրջ ձիաուժ է ու առել ենք սլիկեր։ Սլիկերը ինձ թվում է մոտակա օրից կփորձարկենք На битлоках. На битлоках, на Mickey Thompson-ը, մենք հիմա ինչ որ տես բալանսի մեջ ենք, հա, արագության ու ապահովության։ Давай скажем, что потому что на автомобиле еще на стоковом моторе и на стоковой коробке. Հա, ամենակարևորը կառոպկեն է, որ էլ տեղ չկա, որտեվ պահի տակ սկսում է ինքը իրան անկանոն պահել, դե մոտորը նորմալ է, 750 ձիավուժ ստոկ մոտոր, որ sense գլոբալ նայում ես, այդ որ մի ավտոն է ստոկ մոտոր 6 Porsche-նով 750 ձիավուժ դիմանում։ В 2 раза больше, чем его заводские лошадиные силы. Да. B58-ը շատ լուրջ մոտոր է, շատ լուրջ պոտենցիալով ու այս ավտոյի վրա պարտադիր կցույց տանք այդ ամեն ինչը։ Այս ավտոն էս չի որ ելնելու է տենց հիպեր արագ, այս ավտոն էս չի որ տենց բան ենք թարգետը դրել ենք որ դառնա տենց աշխարհի ռեկորդներից։ Չէ, այս ավտոն զուտ պրոյեկտ է, որի միջոցով մենք մեր աշխատանքն ենք ցույց տալու ու փորձելու ենք պատմենք, էլի։ Բնականաբար հետաքրքիր գոնկեքա մեզ սպասվում, ինձ թվում է ամենաշատը իմ ու Կարենի M4-ի գոնկեն է, որ սպասվում է։ Надеемся, в скором времени увидим. Մի քիչ պրոստը չենք հասցնում, ֆիզիկապես գործը այնքան շատ է, որ զուտ չենք հասցնում մեր ավտոներին անդրադառնանք։ Надеемся, что еще будет драк хотя бы в этом году, хоть один пройдет. Потому что если сейчас так взять, наша команда очень большая по машинам различным. Да, да. Знаешь, в чем прикол? У нас вся фишка в том, что мы не зациклены на какой-то определенной марке, да? То есть у нас в Армении, например, Audi и Porsche не любят, да? Но они как машины с очень большим потенциалом. То есть просто BMW доступный, его легче тюнинговать. И все. А так мы, в принципе, готовы к тюнингу любой тачки. Мультиплатформенные. Да. Չենք մոռանում, որ ունենք N54,
Ճիշտ է, այն 54-ը արդեն մոռացված է, ես որ նոր էի սկսում արագ ավտոների սարքելու մեջ, հիմա առաջի արագ ավտոն այն 54 էր ու նոր նայում ես վատ թվեր չէր էլի այդ վաղտվա համար, փորձենք էլի տենց ինչ-որ ռեզուլտատ տանք էլի, հետաքրքիր։ Իրականում Հայաստանում լիքը արագ այն 54 կա, նպատակ չենք դնում ինչ-որ մեկի հետ քշել կամ կրել կամ ինչ-որ բան, զուտ ուզում ենք ցույց տանք, որ N54-ը շատ լավ պլատֆորմա է, պրոստը մոռացված։ Да. Ինչ-որ տես պահի եկավ, որ սաղ այդ պլատֆորմի մասին մոռացան։ Պարտադիր կխոսանք M107-ից Mercedes-ի, որտեղ 4 լիտրը, այն որ ով ուզում է ինչ ուզում է ասի, մեկը Mercedes-ի մոտորը, BMW-ի մոտորից շատ ավելի ուժեղ է սարքած, որտեղ ստոկում 1000 դիաուժ կարաս ունենաս ու մեկը չմտածես դալշի ինչա լինելու։ Push a many bros in the flight. You push a many niggas in the flight. Woo, you still lifestyle. Push it up, man, and push a many niggas so we in the flight. Так, друзья, ну что, завершим наш сегодняшний влог. Это был разговор о наших предыдущих проектах, о наших новых проектах, что нас ждет в ближайшем будущем. И это такой вводный материал, где вы увидели основное, зачем мы собрались, это вот этот проект BMW 340i. Поговорили немного про BMW M4 и про M5. В общем, затронули все проекты по чуть-чуть, а в дальнейшем уже будем про каждый проект разговаривать, рассказывать, какой путь мы прошли, что мы будем делать дальше, рассказывать о доработках. И я очень надеюсь, что будет интересно. Будем стараться делать это все очень часто, систематично, для того, чтобы вам было интересно, и вы, как зритель, и, возможно, как клиент в дальнейшем, извлекали для себя какую-то пользу. С вами были TTH Performance, меня зовут Ролан, Гарут. Надеюсь, вам было интересно. До новых встреч, пока. До свидания.